Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ գլխի 3-րդ երկի 8-րդ գլուխը։ Մայտրեյան դիտարկում է արարչագործությունը։ Երկրորդ երկում մենք տեսეთ քննարկեցինք Գերագույն Աստծո անձնավորության դիեզերական ձևը, որտեղ նկարագրվեց այդ դիեզերական ձևը, ինքը նկարագրվեց շատ կարևոր է, որպես եւ բացասականի եւ դրականի ուրեմն կրող։ Այսինքն սա նշանակում է, որ մենք այսա պետք է շատ ստույգ հասկանանք, որովհետեւ կան մարդիկ, որոնք իրենք միշտ այդպես ոնց ասեմ, ինչ-որ սենտիմենտալ ներքին պրետենզիա ունեն, որ նյութական աշխարհը ինքը պետք է գործի, ինքը կարող է դառնալ հոգևոր աշխարհ, այսինքն աշխարհ, որը լի է երանությամբ։ Ես իհարկե հասկանում եմ, որ դա հոգու երազանքն է, որը ինքը ձգտում է իրականում, ինչքան էլ ուզում է կա նյութական աշխարհ, ինքը ձգտում է ռեալ հոգևոր աշխարհում լինել, բայց ինքը փորձում է իրականացնել նյութական աշխարհում չիրականացվող մի խնդիր, որն է լինել էգոիստ եւ ստեղծել դրախտային կյանք։ Այդպես չի լինում, որովհետեւ էգոիստները իրենք ի վիճակի չեն կառուցել խաղաղ հասարակություն։ Կենդանիակները իրենք կարող են համեմատաբար խաղաղ հասարակություն կազմել, որը եւ արիացիներն էին արում, միայն մի պարագայում, երբ որ այդ հասարակության անդամները բոլորը ձգտում են համենայն դեպս դեպի առաքինություն։ Այսինքն բոլորը զբաղված են, կարող են ունենալ թերություններ, կարող են ունենալ տկիտության եւ կրքերին բնորոշ տրամադրություններ կամ որակներ, բայց ձգտում են լինել առաքինի։ Չէ, միայն այդ դեպքում է, որ հասարակությունը ինքը կարող է նյութական աշխարհում ինչքան որ դա հնարավոր է, խաղաղ եւ ապահով հասարակություն ստեղծել։ Մնացած բոլոր դեպքերում, չէ, մենք տեսնում ենք, որ եթե նույնիսկ այդ նպատակն է լինում, այդ նպատակը ինքը վերջնականում ուրեմն գալիս է եւ հագնում է այն թերություններին, որի առաջ այս պահին կանգնած է դեմոկրատ աշխարհը, այսինքն Եվրոպան։ Չէ, եւ ինքը այս պահին կանգնած է շատ մեծ մարտահրավերների առաջ, որովհետեւ ասենք ինչ-որ բաներ է իրան թույլ տվել, այսինքն որն է եղել իր ամենահիմնական սխալը, իր ամենահիմնական սխալը եղել է նա, որ ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակներին, ընդունել է իր մեջ եւ չի փոխել, եւ թույլ է տվել, որպեսզի իրենք մնան այդպիսինը։ Հասկանում եք, եւ դա հիմա դարձել է շատ լուրջ գործոն, երբ որ ամբողջ իրականում Եվրոպայի մեծ մասը ողողված է, չէ, ազնվորություններով, որոնք ինչպես էլ Դողաններ ասում, լավ եք հասկանում, որ ամենտեղ ձեր առնվազն 20%-ը մենք ենք, մի հատ կոչ գցեմ, ներսից այնպես կտրակացնենք, որ կմնաք զարմացած, չէ, եւ ասենք արդյունքները իրենք առաքինության արդյունքներ չեն, որովհետև փոխարեն լուծեին խնդիրները առաջացրել են նոր տիպի խնդիրներ։ Եվ այս պահին այդ քաղաքակրթությունը ինքը շատ մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, անձամբ ես դեռ չեմ տեսնում, թե իրանք ինչպես են այդ մարտահրավերները լուծելու, կարծում եմ, որ իրանց ծնկի կբերեն։ Եվ դեմոկրատիան ինքը բոլոր դեպքերում կվերանա, եւ երբ որ վերանում է դեմոկրատիան աստվածամերժության դարաշրջանում, դա նշանակում է, որ հաստատվելու է բռնապետությունները։ Եվ այդ տենդենցիան մենք հիմա ամենտեղ տեսնում ենք, որովհետեւ խախտվում են դեմոկրատիայի բոլոր, բացարձակապես բոլոր հիմքերը։ Շատ գերտերությունների ղեկավարները իրենք դադարել են ենթարկվել դեմոկրատիայի օրենսդրությանը։ Հասկանում եք, եւ հիմա ամեն մեկը հաստատում է այն իշխանությունը, որը ինքը կարող է հաստատել։ Եվ ուժի գործոնը դարձել է ամենակարևորը։
դեմոկրատիան ինքը փորձում էր ուժի գործոնը միշտ պահել ղեկավարության տակ, որպեսզի ազգավորությունները իրենք չչարաշահեն իրենց ուժը։ Այո, իհարկե, ուժի հետ հաշվի էին նստում, բայց բոլոր հարցերը լուծվում էին պայմանավորվածության միջոցով, որտեղ ամեն մեկը գիտակցում էր, թե ինչ ուժի տերի հետ է խոսում։ Բայց ուժի կիրառումը ինքը հիմնականում զսպված էր, իսկ այս պահին զսպված չի։ Եվ տեսեք, սիրելիներս, չէ՞, ուրեմն նյութական աշխարհը մենք սա պետք է հասկանանք, որ ինքը այդ երկակիության աշխարհն է։ Եվ այս աշխարհը ինքը ստեղծված չի դրախտ լինելու, որ հոգևոր աշխարհ լինելու համար։ Հասկանում եք, ինչու, որտեղ հիմնական այս աշխարհ գալիս են, այսինքն առաջի անգամ մտնում են այս աշխարհ նախանձի հիմքը ունեցող կենդանի էակներ։ Ինչ հասարակություն կարող են կազմել նախանձ կենդանի էակները։ Հասկանում եք, չէ՞։ Այո, իհարկե, նյութական աշխարհում կա նաև առաքինության գոյավիճակ։ Կներեք, կա նաև առաքինության գոյավիճակ, որտեղ կենդանիակը ինքը կամաց-կամաց սկսում է արտահայտել իր հոգևոր բնությունը։ Առաքինության գոյավիճակը ինքը նպաստում է, որպեսզի կեղծեսի փոխարեն կենդանիակը սկսի կամաց-կամաց արտահայտել իր իրական եսը, իսկ հոգին ինքը ճշմարտության հանդեպ հակում ունի, այդ ճշմարտության հիմքի վրա կարողանում է լինել արդար եւ բարի։ Այսա ինքը փոխում է մթնոլորտը։ Եվ դրա համար է, որ մենք տեսանք, որ երկրորդ երգում քննարկվեց տիեզերական ձևը, եւ այդ տիեզերական ձևի մեջ մենք տեսանք, որ Գերագույն Աստվածավորությունը երեք խոսեցինք այդ թեմայով, չէ, որ ինքը բաժանում է եւ ասում կան մոլորակներ, որտեղ ապրում են առաքինիները, եւ որովհետեւ իրենք առաքինի են, իրենք կարողանում են կազմակերպել դրախտային պայմաններ, այսինքն իրենք այսպես էլի դրախտային հարաբերություններ են ստեղծում եւ արժանի են դրախտային իրավիճակների, որովհետեւ իրար տառապանք չեն պատճառում։ Հա, հիմա եւ այդտեղ իրավունք չունեն լինել ոչ տգետները, ոչ էլ կրքոտները, որովհետեւ առաջի հերթին իրանք կպղծեն այդ հասարակությունը, երկրորդ հերթին ոչ տգետները եւ ոչ էլ կրքոտները արժանի չեն ապրել այդպիսի պայմաններում եւ այդպիսի մարդկանց շրջապատում, այդպիսի հոգիների կներեք շրջապատում, չէ՞։ Ինչու՞, որովհետեւ երբ որ իրար հետ են ապրում, նրանք, ովքեր առաքինության գոյավիճակի մեջ են հաստատված, հա, նույնիսկ ամեն մի գոյավիճակ ինքը ունի իր սկիզբը, ունի իր մեջտեղը, ունի իր ավարտը, չէ՞։ Եվ սկիզբը դա նա է, որ կենդանիակները իրենց ցանկություններով չեն տարբերվում այն կենդանիակներից, որոնք կրքերի եւ տգիտության գոյավիճակների ազդեցության տակ են։ Այսինքն դա նշանակում է, դա նույնպես այն ազնվորություններն են, որոնք իրենք ուզում են նյութական երջանկություն։ Այսինքն, ուզում են, որպեսզի ունենան գեղեցիկ եւ առողջ երկարակյաց մարմին։ Ուզում են ունենան գիտելիք, որպեսզի կարողանան ճիշտ գործել եւ կազմակերպել իրենց կյանքը։ Ուզում են ունենալ հզորություն, որպեսզի կարողանան դիմադրել նախանձների ագրեսիային։ Ուզում են ունենալ բարի փառք, ուզում են ունենալ հարստություն, հա, եւ ուզում են ունենալ անկախություն։ Դրա հետ մեկտեղ ուզում են լինել երջանիկ բոլոր հարաբերությունների մեջ, չէ՞, այսինքն ուզում են, որպեսզի ծանոթները իրենց լավ վերաբերվեն, ուզում են ունենան ընկերներ, որոնց վրա կարող են հենվել, ուզում են, որպեսզի գործնական հարաբերությունների մեջ ամեն ինչ լինի մաքուր, չէ՞, ոչ գործատուները լինեն խարդախ եւ ոչ էլ ուրեմն աշխատողները, չէ՞, ուզում են ունենալ հաճելի բարեկամություն եւ ամենակարևորը կենդանի էակի համար ուզում են ունենալ ուրեմն երջանկություն բերող
սիրային հարաբերություններ, ցանկությունները չեն տարբերվում, բայց առաքինիները իրանք այդ հարաբերությունների մեջ մտնելուց, այդ ամեն ինչի մեջ, չէ, իրենք այդ ամեն ինչի հետ վարվում են ճշմարտության, արդարության եւ բարիության հիմքի վրա։ Եվ նախասկզբնական առաքինության գոյավիճակը, չէ, դա այն հոգեվիճակն է, երբ որ կենդանիակը ինքը ձգտում է լինել առաքինի, ինչ է նշանակում ձգտում է լինել առաքինի, այդ բոլոր ցանկությունները ինքը ունի մի հատ որոշում, չիրականացնել այդ ցանկությունները ուրիշին տառապանք պատճառելու գնով։ Հասկանում եք, սիրելիներս, չէ, եւ սա ինքը շատ կարևոր կետ է, շատ կարևոր, այս կետը դժվար է էլի թերագնահատել կամ գերագնահատել։ Երբ որ մենք խոսում ենք կրքոտների եւ տգետների մասին, չէ, նրանք բոլոր հարաբերությունների մեջ մտցնում են էգոիզմը։ Այսինքն, ինչ է նշանակում առաքինություն։ Առաքինությունը դա առաջի հերթին նշանակում է, որ ես կարողանում եմ ընդունեմ, արդար ընդունեմ ճշմարտություն, արդար ընդունեմ իմ արժանինքները եւ դիմացինինը։ Եվ երբ որ ես տեսնում եմ, որ դիմացինը ինքը ինձանից 10 գլուխ շատ ճիքեր է գործադրել եւ ինչ որ մի բանի է հասել, ես կարողանում եմ ընդունել, որ ինքը ավելի արժանի է այս պահին, այս կյանքում, հիմա եւ այստեղ, արժանի է վայելի իր ճիքերի պտուղները, քան ես, որովհետև այն ժամանակ, երբ որ ես բազմոցի վրա պարկած էի ինձ համար, ինքը ճգնություններ էր կատարում։ Այսինքն կա արդարությունը սրտի մեջ։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք արդեն կրքոտների եւ տգետների մասին, իրանք ուրեմն ճշմարտության հանդեպ տգետները ընդհանրապես ճշմարտության հանդեպ հակում չունեն։ Իրանց համար ճշմարտությունը այն է, ինչը որ իրանց է ձեռք տալիս։ Հա, այսինքն ինչ որ իրանց է պետք։ Հիմա կրքոտները իրանք ճշմարտությունը ընդունում են, եթե այդ ճշմարտությունը ինքը համընկնում է իրենց ցանկությունների հետ, եւ ճշմարտությունը հերքում են, եթե չի համընկնում։ Առաքինիները իրենք ճշմարտությունը ընդունում են, եւ եթե համընկնում է իր ուզած շահերի հետ, եւ եթե չի համընկնում։ Հասկանում եք։ Այսինքն այն հենց դա է տալիս հնարավորություն, որ կենդանիակը ինքը թույլ է տալիս, որպեսզի իր դիմացինը վայելի այն ինչին, որ ինքը արժանի է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր, ուրեմն, բան է, կետ է։ Հիմա հաջորդը, չէ, եւ դրա համար է, որ եթե մենք առաքինության գոյավիճակի մեջ թույլ տրվի, որպեսզի մտնեն տգետները եւ կրքոտները, չէ, իրանք ինչ են անելու։ Իրանք ճշմարտությունը չի հետարկնում։ Հետևաբար իրանք ունակություն չունեն, այսինքն ոչ թե ունակություն, այլ ստրեբանել սկլոնность։ Սկլոնность ո՞ց էր այդ բառը։ В общем, չեն հետաքրքրվում արդարությամբ։ Չէ՞, իսկ սա ինչ է նշանակում, որ առաքինի կենդանիակը, որ ինքը արժանի է ինչ-որ մի արդյունքի, եթե հասարակության մեջ տգետները եւ կրքոտները կան եւ նրանք ազատություն ունեն, իրանք չեն թույլ տալու, որպեսզի ազնվորությունը ինքը վայելի կամ երջանիկ լինի նրանով, ինչին որ ինքը արժանի։ Չէ, բրծավ երջանկության խոսակցությունը։ Այո, իհարկե ինքը այստեղ վերջացավ։ Եվ դրա համար Գերագույն Աստծո անձնավորությունը, ինչպես մենք տեսանք, ինքը խիստ բաժանում է։ Մենք երեք դրա մասին խոսեցինք։ Հիմա մենք խոսեցինք դրա մասին արդեն հիմա, այսինքն երկրորդ երգում խոսեցինք տիեզերական ձևի մասին, եւ այդ տիեզերական ձևը մեզ պետք է նրա համար, ազնվորությանը պետք է նրա համար, որպեսզի ինքը գիտակցի, թե ինչպես ինչ հիմունքների վրա եւ ինչպես է կառուցված նյութական աշխարհը։ Ինչու է սա կարևոր։
որովհետև քանի դեռ ինքը դա չի գիտակցում, ինքը նյութական աշխարհից սպասում է այն, ինչ նյութական աշխարհը իր մեջ չի պարունակում։ Սպասում է այն երջանկությունը, որը կարող է տալ միայն հոգևոր աշխարհը, այսինքն, որը կարող են ստեղծել միայն եւ միայն այն հոգիները, որոնք իրենցով իդեալական, կատարյալ մաքուր են եւ կատարյալ բարյացակամ միմյանց հանդեպ։ Հասկանում եք, այդ բանը դա էլի իլյուզիայի ձև է, չէ՞, տգիտության կամպանիենտ է։ Երբ որ ազնվորությունը ինքը կարող է իդեալիստները, երբ որ ազնվորությունը ինքը կարող է մտածել, հասկանում եք, որ նահանձի, չգիտեմ, տրփանքի, էգոիզմի ներքին պլատֆորման ունեցողները, որոնց իրենց մեջ հետաքրքրում է միայն իրենց երջանկությունը, իրենց հուզմունքները, հա, եւ հետո արիացիների գաղափարը, տարածված էգոիզմ, այսինքն իրենց եւ իրենց մտերիմների, այդ մնացածը ուզում են, ինչ ուզում են թող լինեն, հասկանում եք, չէ՞, այդպիսի ազնվորությունների հետ դա ոչ հնարավոր է ուղղել, հասկանում եք, դա նույն բանն է, ոնց որ, ասենք, բանտարկյալը, բանտում նստած հանցագործների մեջ գտնվողը, ինքը երազի, որ բանտի մթնոլորտը լինի այդպես օրենքներով, չգիտեմ, բանել, այսպես պարտաճանաչ քաղաքացիներով լցված։ Այդ նույն բանն է։ Բայց բանտը ինքը նախատեսված է հանցագործ բնություն ունեցողների համար, չէ՞։ Եվ օրինակ ասենք անձամբ ես, չէ, մտածում եմ, մինչև հիմա զարմանում եմ, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ տեսեք կան մարդիկ, չէ, որոնք իրենք բնությամբ հանցագործ չեն։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ բանտերը պետք է կառուցված լինեն այնպես, որ այդ նույն սկզբունքով իրար նմանները պիտի լինեն իրար հետ, որովհետև երբ որ դա խառնվում է, չէ, այն ազնվորությունները, որոնք իրենք օրինակ ասենք, պատահական մարդ են գցել մեքենայի տակ, ինքը հանցագործ չի, չէ, եւ բայց օրենսդրությունը ինքը այնպեսին է, որ եթե նույնիսկ հեճորդն է մեղավոր եղել, միևնույնն է, վարորդը պիտի գնա բանտ նստի։ Այսինքն հետորդը ինքը որտեղ ուզել է ճանապարհ է անցել, որտեղից ուզեցել է առաջդ է հայտնվել, հա, եթե դու հանկարծ այդ պահին չես հասցրել արգելակել եւ իրան վնաս ես տվել, դու պիտի գնաս բանտ նստես։ Հիմա այդ ազնվորությունը նստի օրինակի համար, չգիտեմ, մանյակի հետ կամ չգիտեմ, այդտեղ ինչ է, այդ բաները, որոնք իրանք շատ ցածր են, չէ, այնտեղ իրանք, ասենք, սեռական կարիք ունեն, չէ, եւ այդ սեռական կարիքը իրանք ում վրա են իրականացնում։ Իրականացնում են թույլերի վրա, ինտելիգենտների վրա, եւ այլն, չէ, եւ այդպիսի մարդիկ, որը ինքը իրականում հանցագործ չի, այդպիսի հանցագործ չի, ինչպիսին նա է, ով որ իր բնությամբ է հանցագործ, չէ, եւ այդպիսի մարդկանց չի կարելի գցել իրար հետ։ Բանտերը պետք է շերտավորված լինեն։ Այսա սրա համար, չգիտեմ, առաջի հարկը սրա համար է նախատեսված, երկրորդը սրա, երրորդը սրա կամ այստեղ սրանք են այդտեղ առանձին պիտի լինեն այդ ազնվորությունները։ Հասկանում եք։ Իսկ այնտեղ փաստացի ստացվում է, որ ամենամեծ հանցագործը ինքը այնտեղ նստում է որպես ղեկավար։ Եվ ամենաամեղը այնտեղ ինչ նսեմությունների ասես ենթարկվում է։ Դրա մեջ ոչ մի արդարություն չկա։ Հասկանում եք։ Երբ որ իդեալիստները իրանք միշտ դա են մտածում էլի, որ հանցագործների աշխարհում, որտեղ նյութական աշխարհը դա իրականում հոգևոր աշխարհի հանցագործներն են, չէ, նախանձներն են։ Եթե այսպես էլի շատ կոպտացնենք։ Մենք այդ դրանք ենք։ Հասկանում եք։ Համենայն դեպս ստարիացիների։ Ինչու՞ չէ, բոլոր կրոնները իրանք դրա մասին են խոսում, որ նյութական աշխարհ են եկել, այսպես էլի չհաջողված կենդանի ակտեր, այսպես ասենք։ Բոլոր դեպքերում, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այստեղ երազել, որ այդ բնությունը ունեցողները իրենք հանկարծ պիտի ստեղծեն այսպես հոգևոր եսի բիչ իրավիճակ, իհարկե ոչ, դա ուտոպիա է, այդպես երբեք չի կարող լինի։
Դրա համար ֆրանսիացին ինքը շատ ճիշտ է ասել։ Բոլոր գեղեցիկ գաղափարները ստեղծում են իդեալիստները, իրականացնում են ֆանատիկները, իսկ օգտվում են տականքները։ Եվ վերջ, ինչու՞, որտեղ վերջնականում աշխարհը ինքը դա է։ Հասկանում եք։ Եվ իդեալիստները դա այն ազնվորություններն են, որոնց մոտ հոգու ոսկրտումներն են, էլի, այդ հոգին ինքը արդարություն է, չէ, պահանջում, եւ այդտեղ է, որ նյութական աշխարհի ամբողջ հոգեբանությունը խառնվում է իրար։ Եվ մենք ուրեմն այս ամեն ինչը պիտի քաչ հասկանանք, երբ որ մենք ուսումնասիրում ենք գերագույն աստվածնավորության տիեզերական ձևը։ Այստեղ արդեն մենք սկսեցինք քննարկել արդեն բուն արարչագործությունը։ Մենք ձեզ հետ արդեն նայեցինք տեքստեր, չէ, որտեղ ես ձեզ բացատրեցի այդ որ գերագույն աստվածը կամ արարիչը, այսպես պետք պայմանավորվեցինք, որ դա այդ բառնավորմանը մենք կոչելու ենք արարիչ, չէ, որ արարիչը ինքը, ասենք, ինչպես է հասնում այդ իրավիճակին, որ վիճակի մեջ, որ ինքը նկարագրվում է արիացիների կողմից, չէ, եւ թե ինքը, ասենք, ինչ սկզբունքների հիմքի վրա է սկսում արարել նյութական աշխարհը։ Երեք մենք ձեզ հետ քննարկեցինք, որ գերագույն աստվածնավորությունը ինքը, երբ որ ստեղծում է նյութական աշխարհը, ինքը կենդանիակներին տրամադրում է ռեսուրս, այսինքն հարստություն։ Բայց կենդանիակները իրենք պիտի որոշեն, թե այդ ռեսուրսի հետ ինչ են անելու, որովհետև իրենք գալիս են նյութական աշխարհ այդ պրետենզիայով, որ մենք համաձայն չենք այն աշխարհի հետ, որը դու ես ստեղծել, եւ մենք ուզում ենք հնարավորություն ունենալ ստեղծել մեր պատկերացումների աշխարհը։ Եվ եթե դուք ուշադիր լինեք, չէ, երբ որ մենք ասում ենք գաղափարախոսություն, այդ տարբեր գաղափարախոսությունները որ կան, դրա ինչի մասն է խոսքը, այդ ցանկությունը իրականացնելու մասին, որտեղ ամեն մի կենդանիակ ինքը ներկայացնում է, թե աշխարհը ինչպիսի տեսք պիտի ունենա ըստ իրա։ Հա, եւ նայեք, երբ որ մենք նայում ենք ցանկացած գաղափարախոսություն, որը առաջ են քաշում պայմանավորված հոգիները, նա ով որ առաջ է քաշում այդ գաղափարը, միշտ կենտրոնում ինքն է կամ իր նմանները։ Հասկանում եք։ Եվ եթե, ասենք, տղամարդը ինքը ինտելեկտուալ է, ինքը անպայման այնպիսի կառուցվածք կդասավորի, որ ինտելեկտուալները ամենակարևորն են եւ իրանք պետք է լինեն ամենավերևում եւ այլն եւ այլն։ Եթե ինքը բնությամբ ուրեմն զինվոր է, իշխանավոր է, ինքը անպայման այնպիսի գաղափարախոսություն առաջ կքաշի, որ ամենակարևորը դա ուժն է, դա բաները, այսպես կոչված մթով արդարությունն է, եսի մեզ է։ Եթե դա առևտրականներն են, իրանք առաջ կքաշեն, որ ամենակարևորը դա առևտուրն է, չէ՞, ասեք տայեք, տեսեք, հիմա մենք այդպիսի իրականում կապիտալիզմը ինքը դա առևտրականների քաղաքակրթությունն է, չէ՞։ Հռոմը, չգիտեմ, Եգիպտոսը, M1-ը, դրանք քշատրիների, այսինքն զինվորների բան, էլի, ոյն է։ Զինվոր ոնց որ ասես, բան, սալդատ, բանի, էլի, ռազմիկների, հա, ռազմիկների քաղաքակրթություններն էին, չէ՞։ Իսկ կապիտալիզմը դա արդեն առևտրականների բանն է, չէ՞։ Եվ իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են նույնիսկ ինտելեկտուալը պիտի կարողանա, նույնիսկ սուրբը պիտի կարողանա ինքը իրան վաճառի, որ իրան, ասենք, եթե ինքը իրան պիտի այնպես պահի, այնպես պիտի ներկայացնի, այնպես պիտի իրան վաճառի, որ իրան վարձատրեն իր գիտելիքի դիմաց։ Եվ եթե ինքը դա չի կարողանում անի, թող գնա սոված մեռնի, ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Հասկանում եք, չէ՞, այ ամեն մեկը սկսում է, ռուսերեն ասում են, со своей колокольни, հա, իր շահերից դրդված գաղափարախոսություն։ Եվ ինչ ուզում են անեն, հա, այդ էգոիստները, ինչ գաղափարախոսություն ուզում են առաջ քաշեն, այդ գաղափարախոսությունը իր մեջ ներառում է ներդաշնակության խախտում։ Եվ ոնց ուզում է, ինչ գաղափարախոսություն ուզում են կազմեն, ինչ քաղաքակրթություն ուզում են կառուցեն, միշտ ոսկորներ կան, որ դուրս գցած են։ Եվ դրա համար այդ մարմինը, որը կոչվում է պետություն, հասարակություն, չգիտեմ ինչ, երբեք չի կարողանում այսպես հստակ առողջ մարմնով առաջ գնալ։
կամ ոտքն է ծուռ, կամ ձեռքը չի աշխատում, կամ սիրտն է կանգնած, կամ գլուխն է հիմարի, կամ չգիտեմ, այդ հասարակությունը ինքը միշտ գտնվում է այդ ներդաշնակությունից խախտված վիճակում, որովհետև գաղափարախոսությունը առաջ քաշողը ինքը ձեռքի ներկայացուցիչ է, եւ ինքը ուշադրություն է դարձել մենակ նրա վրա, թե իսկ ինչպես է աշխատելու ձեռքը։ Էլ ոտք, գլուխ, չգիտեմ, են մնացած ամեն ինչը ինքնահոսի մատնված են կամ ավելի վատ, գիտակցաբար ճնշված։ Հա? Հասկանում եք? Եվ դրա համար էլ միշտ ցանկացած հասարակության մեջ տառապողներ կան։ Եվ միայն առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվողներն են, այդ առաքինությունը առաջերտին դա է նշանակում, որտեղ առաքինությունը ինքը միշտ կապված է կրոնականության հետ, առանց կրոնականություն իրական առաքինություն գոյություն չունի, որտեղից է ծնվում այդ առաքինությունը, որտեղ մարդը ինքը հենց գալիս է կրոնականության դաշտ, առաջին բանը, որ ինքը լսում է, կա Աստված և կենդանի էակները, բոլորը գերագույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկներն են, և ինքը բոլորի երջանկության մեջ շահագրգռված անձնավորություն է։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, ես դա միշտ ասում եմ, ասել եմ եւ ասելու եմ։ Եվ Հիսուսի բանը այդ ամենամեծ, ինքը ահռելի հեղափոխական է եղել։ Եվ ինքը եկել էր այդ դա ջարդելու։ Երբ որ հրեաները իրենց կողմից գրած դիցաբանության մեջ գրել են Յովան ինքը ասեց, այսինքն մեր Աստվածը ինքը ասեց, եւ ես հրեաների նախանձախնդիր Աստվածն եմ։ Այսինքն դուք ընտրյալներ եք, են մնացածը ոնց են ասում, ժեխ է։ Ու իրանք այնտեղ կիսում են ինչ-որ անուններ կան, հիմա մեզ դա հետաքրքիր չի այս պահին։ Ինքը եկել էր այդ հրեաները ինչ արեցին։ Դրեցին, խաչեցին, ասին այ հիմա բոլորդ նայեք, այ բոլորին սա է սպասում, որ հանգած կհամարձակվի խոսալ նրա մասին, որ մենք յուրահատուկ չենք։ Իրանք չընդունեցին։ Իրանք Հիսուսի գաղափարը չընդունեցին։ Ասին այս գաղափարը վերցրեք, տարեք ձեր շալակը, հա, եւ իրանք ինչ արեցին։ Իրանք այդ գաղափարը վերցրեցին եւ օգտագործեցին։ Անիմալացի իրականում։ Որտեղ իրանք շահերը իդեալական առաջ տանել գիտեն։ Ես դրա մասին մի քանի անգամ խոսել եմ։ Ես ինքս իմ մաշկի վրա տեսել եմ, թե իրանք ինչպես են իրենց շահերը առաջ քաշում եւ թե այդտեղ ինչպես են իրանց պահում հայերը։ Օրինակ։ Հասկանում եք, այդպիսի ազգ չկա, որը ինքը կարողացել է դիմադրել, հա, հրեաների միաբանությանը։ Չկա այդպիսի ազգ։ Այս պահին այդպիսի ազգ չկա, որ կարողացել է դիմադրել։ Հասկանում եք, հիմա չինացիներն են այսպես համակարգված դուրս եկել, թե այդտեղից ինչ դուրս կգա, կյանքը ցույց կտա։ Հասկանում եք, չէ՞, սերիներս։ Եվ հիմա ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ռեսուրսը տվեց, եւ ասեց, այ ինչ ուզում եք արեք։ Ասել եք ես ամեն մեկդ ասել եք, ես ուզում եմ, որ աշխարհը իմ պատկերացումով լինի։ Գնացեք։ Եվ կենդանիակները գալիս են այստեղ եւ այդ գաղափարախոսությունների, թե աշխարհը ինչպիսի դա պիտի լինի, ամեն մարդ եւ լոկալ իր անձնական կյանքում։ Եվ եթե իրան ինչ-որ գլոբալ process-ներ են տրված, եւ լոկալ եւ գլոբալ, ամեն մեկը խոսում է միայն մի բան։ Աշխարհը պիտի լինի այն տեսքով, ինչ տեսքով, որ իրան պատկերացնում եմ ես։ Սվայա կարծիքը, չէ՞։ Եվ մարդիկ կենդանիակները, որոնք ապրում են նյութական աշխարհում, իրանք իրար հետ բախվում են այդ կարծինկաներով։ Գաղափարը, որ ամեն մեկի աշխարհը իր կարծինքայի նման է, այդպես չի։ Կակրած նման չի, դրա համար պայքար կա։ Որտեղ եթե նման լիներ, չէ, կենդանիակը ինքը կլիներ բավարարված, բայց ինքը նման չի։ Եվ դրա համար կենդանիակները իրանք այդ իրանց կարծինկաներով բախվում են։ Եվ այդտեղից է առաջանում,
Մեկը ասում է աշխարհը պիտի լինի այսպես, մյուսն ասում է չէ պիտի լինի այսպես, մեկն ասում է չէ պիտի լինի այսպես, բայց բոլորը ասում են նույն բանը. աշխարհի կենտրոնում պիտի լինեմ ես։ Եվ պարզ է, որ ոչ մեկ դրա հետ համաձայն չի։ Եվ կենդանիակները իրանք գալիս են նյութական աշխարհ, որպեսզի այդ տեսնեն, թե ինչի է վերածվում աշխարհը, երբ որ ամեն մեկը քաշում է աշխարհը միայն դեպի իրան։ Հասկանում եք։ Եվ հիմա, սիրելիներս, ուրեմն մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորության պորտից դուրս եկավ Լոտոսը։ Երեք մենք այդ խնդիրները քննարկեցինք եւ ուրեմն հիմա այս պահին մենք կգնանք եւ կկարդանք այսօրվա մեր տեքստերը, կտեսնենք թե ինչքան կհասցնենք այսօր քննարկել։ Մի րոպե, ես թարգմանությունը բացեմ։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 8-րդ գլուխ տեքստ 15-ից Տեր Վիշնուն գերհոգու կերպարանքով անձամբ մտավ տիեզերական լոտոսի մեջ եւ դրանում դրեց նյութական բնության բոլոր գունանները։ Դրանից հետո լոտոսի մեջ ծնվեց նա, ով մարմնավորում է վեդայական իմաստությունը եւ ում մենք կոչում ենք ինքնածնված։ Լոտոսի ծաղկի միջից ծնված Բրահման չէր տեսնում իրեն շրջապատող աշխարհը, թեև նստած էր հենց ծաղկի վերին հատվածում։ Այդ պատճառով նա շրջեց ամբողջ տիեզերական տարածքը աչքերը ուղղելով բոլոր ուղություններով։ Այդպես նրա մոտ առաջացան 4 գլուխներ, որոնք համապատասխանում են աշխարհի 4 կողմերին։ Եվ այսպես ուրեմն մեր այսօրվա տեքստերն են, բանը, ասեք, Տեր Բրահմայի ծնունդը։ Մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք մի քանի անգամ, չէ, որ ըստ արիացիների նյութական տիեզերքը ինքը ունի երկու արարիչ։ Դա մեկը Գերագույն Աստծո ազնվորությունն է, մյուսը կենդանի էակը։ Այսինքն արիացիները իրենք պնդում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենդանի էակներին տվել է տարածքը։ Մնացածը արարվել է կենդանի էակների կողմից։ Տեսեք, երբ որ մենք օրինակ հետևում ենք հրեաների դիսաբանությանը, չէ, այն գաղափարախոսությունը, ոչ թե միայն այնտեղ, բոլոր հեթանոսական գաղափարախոսությունների մեջ, չէ, նկարագրվում է, որ նյութական աշխարհը դա գերագու արարչի, այսպես էլ եթե բանով ասենք, դա արարչի կապրիզն է։ Հայրացիները ասում են ոչ։ Գերագույն Աստծո անձնավորությունը համաձայնվել է կատարել կենդանի էակի ցանկությունը։ Առանց ջղայնության, առանց մեղադրանքների, առանց եսի մինչի կենդանի էակը այդպիսի ցանկություն է հայտնել, իսկ Գերագույն Աստծո անձնավորության եւ կենդանի էակների միջև գոյություն ունի մի ճշմարտություն։ Գերագույն Աստծո անձնավորությունը կենդանի էակներին ազատություն է տվել։ Ինքը ազատություն է տվել վերաբերվելու, ազատություն է տվել ցանկություն ձևավորելու։ Այ ինչ ուզում ես ուզի, ազատ ես։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր կետ է, որ այստեղ է դուրս գալիս առաջին կեղծիքը, որի մեջ մարդուն խցկում են, երբ որ գաղափարախոսությունը ինքը թերի է, եւ երբ որ գաղափարախոսությունը ինքը թերի է, մարդը ինքը նույնիսկ չի նկատում, որ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը դարձնում է մի հատ կամակոր բան, բռնակալի, որը ջղայնության հիմքի վրա կարող է ինչ-որ որոշումներ ընդունել։ Մենք դեռ պատմություն կունենանք, որտեղ կտեսնենք, թե կենդանի էակը ինքը ինչպիսի քայլեր պիտի կատարի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը այ վերցնի ու ջղայնանա։ Թե որտեղ է Գերագույն Աստծո անձնավորությունը ջղայնանում,
Արիացիները մեզ դեռ կբացատրեն։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ կերպարները, չէ՞, իրանք արդարություն իրանց մեջ չպարունակող անձնավորության մասին են խոսում։ Եվ հետո խոսում են սիրո մասին։ Այդ իրավիճակում սիրո հասնել հնարավոր չի։ Սրանք շատ խորը թեմաներ են, հասկանում եք, որ մարդը ինքը պետք է սրան շուրջ լուրջ մտածի, որպեսզի ինքը այդ ես հիմա խոսում եմ, չէ, բայց մարդիկ իրանք այս ճշմարտությունների վրայով կարող են այսպես անցնել, գնալ եւ սկի բարի տեղ չդնել։ Բայց եթե մենք ուզում ենք, որ մոտենանք ռեալ Աստծուն, մենք պիտի այս գաղափարները, ռուսերեն ասում են պրարաբոտանա, էլի, մենք պիտի այս գաղափարների շուրջ շատ լուրջ մտածենք։ Ինչու, որտեղ մեր մեջ վաղուց ի վեր Աստծո մասին կեղծ գաղափարներ են դրած։ Եվ եթե մենք այս ճիշտ գաղափարները այսպես մակերեսորային անցնենք, չէ, այդ մեր ներսում այդ կեղծ քոքերը իրանք միևնույնն է մնալու են։ Եվ դա ինչի է բերելու։ Դա բերելու է նրան, որ որպես հոգևոր մարդիկ մենք մինչև վերջի մեր շունչը, հա, պահպանելու ենք Աստծո հանդեպ պրետենզիա։ Եվ մինչև վերջի մեր շունչը, ամեն անգամ, երբ որ մեր կյանք տառապանք է գալու, միանգամից մտնելու ենք Աստծո հետ այդ բանի, որ մենք իրա զոհն ենք, իրա կապրիզների զոհն ենք, որտեղ մենք արժանի չէինք, մեր համար հանգիստ նստած էինք, մեկ էլ եսի որտեղից ինչ-որ մի հատ տառապանք եկավ մեր կյանք։ Հասկանում եք, իսկ ես դες հետ քննարկել եմ, որ նույնիսկ մաքուր նվիրյալները աստվածամերժության դարաշրջանում, երբ որ իրանք գալիս են աստվածամերժության դարաշրջան, իրանք իրանց վրա վերցնում են աստվածամերժության դարաշրջանին բնորոշ վատ ճակատագիր։ Ինչի համար, որ օրինակ ցույց տան, թե ինչպես պիտի այդ պարագաներում իրան պահի իրական հոգևոր մարդը։ Հա, որպեսզի սովորական մարդիկ, որոնք իրենք աստվածամերժությունից եկել են կրոնականության դաշտ, հիմք ձեռք բերեն, ուժ ձեռք բերեն ճիշտ պահվածք ունենալու։ Ինչու համար, որովհետև այո, իհարկե, աստվածամերժության դարաշրջանում հոգևոր դաշտը նախասկզբնական այդ ամենասկզբում կենթանեակից մեծ իմաստություն է պահանջում, կամքի ուժ է պահանջում, չէ, եւ այդտեղ օրինակները իրենք ահռելի կարևորություն ունեն։ Հասկանում եք, որ հասկանաք, թե ինչպես է լինում, որ մաքուր նվիրալների կյանքում ինչ-որ այնպիսի բաներ են կատարվում, որտեղ ասենք, ես նայում եմ, տեսնում եմ, էլի, որ դες նույն Հիսուսին վերցնենք։ Չէ՞։ Չէ՞ որ իրականում այն ամեն ինչ, որ իր հետ արված է, ինչ հեքիաթ ուզում է պատմեն մարդիկ։ Միևնույն է, երբ որ մարդը ինքը տեսնում է, որ այն ազնվորությունը, որ ինքը ասում էր ես եմ արքան, ես եմ փրկության ճանապարհը, հա, ինքը իրան չկարողացավ փրկի։ Եվ ինչ ուզում է իրան ասեն, ինքը քո մեղքներ վառում, ես ինչ էր անում, սա էր անում, նա էր անում, ինչ բացատրություն ուզում են տան։ Այդ նկարը, որ ինքը խաչված է, ինքը միևնույն է ենթագիտակցության հետ անում է այն ինչ որ պիտի անի։ Հասկանում եք։ Եվ այո, ես շատ համարձակ բաներ կարող եի այստեղ ասեի, բայց ուղղակի դե բարձր որ ոչ մեկ պատրաստ չէ բաներ լսելու։ Հա, եւ սա շատ կարևոր կետ է, բայց բոլոր մնացած դեպքերում, չէ, ուրեմն այդ պիտի հասկացվի էլի, որ աստվածամերժության դարաշրջանը ինքը ունի իր չափությունները եւ այստեղ ոչ մեկ բան չի անում, չէ։ Եվ հիմա տեսեք, արիացիները իրենք ասում են, ոչ, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ ազնվորությունը չի, որ կամակոր կերպով ինչ-որ որոշումներ ընդունի, կենթանիակներին ինչ-որ պատմությունների մեջ գցի, եսի մեսանի են անի, это всё не про него, ինքը շատ հավասարակշիռ, հա, դե մենք տեսանք երեկվա տեքստերում, չէ, ինքը երկար մտածեց, թե ինչպես իրականացնի այդ կենթանիակների այդ ցանկությունը, հա, եւ տեսեք, վերջում ինքը եկավ այդտեղ, որ ես տրամադրում եմ ձեզ ռեսուրսը, իսկ թե այդ ռեսուրսի հիմքի վրա դուք արարում եք աշխարհը այնպիսին,
ինչպիսին որ ի վիճակի եք արարել։ Եվ դրա համար արիացիները իրանք դիտարկում են նյութական աշխարհում երկու արարիչ։ Այստեղ մարդկանց շատ հաճախ շփոթեցնում է այն հանգամանքը, որ Տեր Բրահմային վերաբերվում են, դիմում են որպես Գասպոծ Բրահմա, ասենք, որ ինքը նույնպես Աստված է, բայց իրականում Տեր Բրահմայի տեղը միշտ ծնվում են սովորական կենդանի էակ, այսինքն կա եռյակ արարիչը, ավերիչը եւ ստեղծագործը, հա? Արարիչը եւ ավերիչը դա գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումներն են։ Այսինքն որ երբ պիտի նյութական աշխարհը ինքը լինի եւ երբ պիտի նյութական աշխարհը ինքը վերանա։ Հա, այդ վերանալու մեջ կա մասնակի վերացում եւ լիակատար վերացում։ Ամբողջ պատկերացնում եք, չէ՞, դա ինչ կատակլիզմ է, էլի, երբ որ ամբողջ տիեզերքը վերանում է։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն դա արիացիների կատարմամբ դա Տեր Վիշնուն է եւ Տեր Շիվան։ Տեր Շիվան ինքը տարածքը տվողն է, Տեր Վիշնուն ներեցեք։ Տեր Շիվան ինքը այդ տարածքը ոչնչացնողն է։ Եվ դա ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի արվում բան, հա, այսպես։ Թեկուզ մենք կարող ենք տեսնել, որ տեսեք, հիմա նկարագրվեց, չէ, նկարագրվում է արարչագործությունը։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը, որպես նյութական աշխարհի արարիչ, ինքը նկարագրվում է որպես հավասարակշռության մեջ գտնվող կենդանի էակ։ Երբ որ նկարագրվում է նյութական աշխարհի ոչնչացումը, Տեր Շիվան ինքը ջղայնության, Աստծո ջղայնության մարմնավորումն է։ Այսինքն Աստծուն, եթե շատ պատկերավոր ասեմ, Աստծուն հասցնում են այն մակարդակի, որ ինքը ոչնչացնում է այս աշխարհը։ Հասկանում եք, հա? Դուք ասեք երբ ինչպես է, մենք այդ ամեն ինչը կքննարկենք։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞, բայց թե նյութական աշխարհը հոգեբանական տեսանկյունից ինչ տեսք պիտի ունենա, հա? Դա ընտրում են կենդանի էակները։ Հիմա ամեն մի տիեզերքի մեջ Տեր Բրահմայի դիրքում, այսինքն որպես երկրորդական արարիչ։ Այդ երկրորդական արարիչը Տեր Բրահման ինքը ոչ մի մոլորակ չի ստեղծում։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, էլի այս բادرուկները։ Ինքը ոչ մի մոլորակ չի ստեղծում։ Մոլորակները, տիեզերքը, այդ տարածքը, հա, այստեղ բարձր մոլորակները, ցածր, միջին, բան, եսիմինչ այդ տարածքը արարում է արարիչը։ Տեր Բրահման ինքը արարում է կենդանի էակները, այսինքն ինքը այդ տարածքը, այդ մոլորակային համակարգերը լցնում է կենդանի էակներով։ Հասկացաք։ Եվ այդ է, թե ինչ ձևեր պիտի լինեն կենդանի էակները նյութական աշխարհում, ինչ ֆորմաներ, դա գալիս է Տեր Բրահմայից։ Ինքը կենդանի էակ է։ Հիմա լինում է այնպես, հա, որ եթե տիեզերքում այդ պահին չի գտնվում այնպիսի հոգի, որը այդ որակավորումը ունի, որ հայտնվի Տեր Բրահմայի դիրքում, իսկ այդտեղ շատ բարձր որակավորում է պահանջվում, հա, այդ ժամանակ Տեր Բրահմայի տեղը գերագույն Աստծո անձնավորությունը Բրահմայի մարմնավորում է տալիս։ Այն Բրահման, որը հիմա այս պահին ղեկավարում է մեր տիեզերքը, ինքը կենդանի էակ է, ինքը գերագույն Աստծո անձնավորությունը չի, ինքը կենդանի էակ է, Աստծո նվիրյալը, հա, և Տեր Բրահման, այդ երկրորդական արարիչը, ինքը նյութական բանականության մարմնավորումն է, և ինքն է այն անձնավորությունը, որից սկսվում է հոգևոր գիտելիքը նյութական աշխարհում։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար տեքստը ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, որ ուրեմն դրանից հետո, հա, ծնվեց նա, ով իրանով բան է անում, ցտվարի այդ էլի,
ով իրանով, ոնց որ ինքը իրանով, դա վեդայական, այսինքն արիական գաղափարախոսության իմաստությունը կրողն է, հա, եւ հիմա, եւ որին մենք կոչում ենք ինքը իրանով ծնված, ինչու ինքը իրանով, որտեվ ինքը մայր չուներ, իրա մայրն էլ, հայրն էլ գերագույն աստվածավորությունն է, իրա պորտից դուրս եկավ լոտոսը, լոտոսի վրա հայտնվեց Տեր Բրահման, այսինքն հայտնվեց նյութական բանականությունը առաջի հերթին, տեսեք նույնիսկ ոչ կեղծ եսը, չէ, այլ նյութական բանականությունը հայտնվեց, հասկանում եք, սա շատ կարևոր բաներ են, էլի, որ ասենք մենք հիմա զգում ենք, չէ, թե ասենք ինչպիսի մանրամասնությամբ են արիացիները իրենք քննարկում այս թեմաները, չէ, հիմա, ուրեմն տեքստը ինքը ինչի մասին էր, Տեր Վիշնուն, մենք արդեն դրա մասին շատ խոր խոսել ենք, չէ, որ ինքը այդ ամենաթափանց սկզբունքն է, որտեղ ինքը ասեց Տեր Վիշնուն գեր հոգու տեսքով, չէ, այսինքն այն բոլոր հոգիների կրողը իր մեջ, դրա համար կան հոգիներ և կա գեր հոգի, որի մասնիկներն են սովորական հոգիները, չէ, հիմա ինքը ասեց, ինքը մտավ այդ տիեզերական լոտոսի մեջ, չէ, և տեղադրեց նրա մեջ 3 գոյավիճակները, այս դրա համար եմ ասում էլի, որ աշխարհը ինքը շատ պոպուլարիզացրել է կարմա գաղափարը, չէ, հիմա համարյա ամեն երկրորդ մարդ ինքը գիտի ինչ է նշանակում կարմա, բայց իրականում աշխարհը հասկանալու համար, չէ, ասեց ես դաժե չեմ կարող գնահատել էլի, թե ինչ կարևորություն ունի գունաների տեսությունը, այսինքն դա ինչի մասն, դա երբ որ մենք ասում ենք գունա, դա հոգեբանությունն է, այսինքն ինչ հոգեբանությամբ է կենդանեակը, ինքը մտնում, տեսեք մենք ասենք գերագույն աստվածավորությունը ինքը երկար մտածել էր, հա, ու ինքը մի բան էր հասկացել, նյութական աշխարհում կենդանեակները իրենք մոտենալու են իրար, ասեց էլի մակրոանալիզով, իրանք մոտենալու են իրար 3 գլխավոր տրամադրություններով, թշնամությամբ, էգոիստական կրքերով կամ բարիությամբ, այսինքն երբ որ ինքը մտածում էր, հա, ինքը պարզ հասկանում էր, թե նյութական աշխարհ գալը եկող կենդանեակները ինչպիսի սրտով են գալիս այս աշխարհ, հա, հիմա, բայց ինքի ասեց գեր հոգի, ինչի հիմինը նշվեց, որ գեր հոգու տեսքով ինքը այդ 3 տրամադրություն ինչ բացրեց, գոյավիճակը, գոյավիճակ նշանակում է, ես հասկանում եմ, հա, գեր հոգին ինքը հասկանում է, որ կենդանեակները, որոնք նախանձի հիմքի վրա գալու են նյութական աշխարհ, հա, իրանք կամ լինելու են թշնամաբար իրար վերաբերվող, այսինքն իրականացնելու են բռնություն, դա նրանք են, ովքեր հաստատված են իրանց նախանձի մեջ, հա, և պատրաստ են ցանկացած քայլերի, իրանք պատրաստ են դաժանության, հիմա, երկրորդը դա, էգոիստական, ուրեմն տրփանքն է, այսինքն այդտեղ արդեն այդ ոչնչացնելու գաղափարը ինքը դուրս է գալիս, այսինքն թշնամաբար վերաբերողները, իրանք նրանք են, ովքեր մնացած կենդանեակներին ասում են, միայն ես իրավունք ունեմ վայելեմ, մնացած բոլորդ պիտի ինձ ենթարկվեք ու ապահովեք իմ վայելքը, հասկանում եք, հիմա, հաջորդը դրանք կրքոտներն են, կրքոտները մենք սա քննարկել ենք բազմիցս, չէ, իրանց հոգեբանությունը ուրիշ է, իրանք ասում են, հա, դու էլ իրավունք ունես վայելես, բայց ես պիտի լինեմ գլխավոր վայելողը, իրանք չեն հերքում, որ դու էլ քո տեղով իրավունք ունես վայելես, հա, դու էլ քո, ասենք չգիտեմ, դու էլ եղի հավաքարար, քո հավաքարարի դիրքում, հա, եղի երջանիկ, ես դեմ չեմ, բայց ես պիտի լինեմ նախագահ, այս դրա մասին է խոսքը, չէ, սա երկրորդ տրամադրությունն է, հիմա, և բարիությունը,
Մենք շատ ենք խոսել դրա մասին, թե կենդանիակը, այ նախանց կենդանիակը նյութական աշխարհում ինչպես է գալիս բարիության գաղափարին։ Բարիության գաղափարին ինքը գալիս է հոգին ինքը ունի ճշմարտության հանդեպ հակում, ուրեմն արդարության հանդեպ հակում եւ բարիության հանդեպ հակում։ Երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, այդ երեք հակում, գլխավոր հակումները իր մոտ ծածկվում են կեղծ եսով։ Այսինքն այդ էգոիստական ցանկությունները գերիշխում են կենդանիակի մեջ եւ իրան դադարում է հետաքրքրել ճշմարտությունը, արդարությունը եւ բարիությունը։ Տգետները նրանք կարողանում են լինել դաժան, կարողանում են լինել էգոիստ։ Սա ամենագլխավոր երկու տատանվող ուրեմն վիճակներն է, չէ՞, երբ որ ցանկությունը չի բավարարվում, կենդանիակը ինքը միանգամից կարող է անցնել դաժանության։ Այսինքն սպանել, տանջամահ անել, ես հիմա այդ ամբողջ հայտարարությունը ինչ որ մարդիկ իրար հետ անում են, չէ՞։ Բայց կա մի հատ ուրեմն իրավիճակ, կներես բանս չէի մոռացել եմ ստեղես։ Հա, կա մի հատ իրավիճակ, որտեղ կենդանիակը, ամեն կենդանիակ, սա ինդիվիդուալ է, ես սա քննարկել եմ, սա շատ կարևոր դրդություններ են։ Ամեն կենդանիակ ինքը ունի իրա ոնց որ իրա չափը, թե ինքը ինչքան կարող է դիմանալ ստին, ինչքան կարող է դիմանալ անարդարություններին եւ ինչքան կարող է դիմանալ դաժանությանը։ Հա? Երբ որ այդ ամեն մի ազնվորություն ունի իր բաժակը։ Այսքան կարող եմ դիմանալ ստին։ Այս սրանից մի կաթիլ ավել եղավ, իմ համբերության բաժակը թափվում է։ Հասկանում եք։ Եվ ասենք, այդ ժամանակ կենդանիակը ինքը անցնում է բարիության։ Որտեղ հենց որ ինքը այլևս չի կարողանում համբերի սուտը կամ չի կարողանում համբերի անարդարությունները, անմիջապես ավտոմատ կերպով իր մեջ զարթնում է բարիությունը։ Եվ ինքը մտնում է առաքինության գոյավիճակ։ Հասկացաք, չէ՞։ Մենք դες այդ քննարկել ենք, որ իրականում բարոյականության օրենքները եւ բարիությունն ու արդարությունը այս աշխարհի մեջ մտցնում է կենդանիակը։ Բնությունը ինքը, այդ ոչ ճշմարտություն, ինքը ունի մի հատ ճշմարտություն։ Ես կամ եւ այստեղ գոյություն են ունենում նրանք, ովքեր կարողանում են հաղթել գոյության պայքարի մեջ։ Всё, վերջ։ Բնությունը ուրիշ ոչ մի ճշմարտություն չունի։ Եվ դրա համար նրանք, ովքեր հետևում են հենց այդ բնության կանոններին, չէ, իրանք շատ հանգիստ լինում են եւ խաբեբա, եւ անարդար, եւ դաժան։ Որտեղ բնությունը ինքը իրանով իր մեջ այդպիսի աշեկներ չի պարունակում։ Հիմա սիրելիներս, չէ՞, ուրեմն այդ դրա համար ինքը ասեց գերհոգին այդ երեք տրամադրությունը բանարեց, դրեց։ Հիմա կենդանիակը ինքը ազատ է, այսինքն ինչ է նշանակում գոյավիճակ։ Կենդանիակը ինքը ազատ է դիմել բռնության, լինել էգոիստ եւ լինել բարի։ Իսկ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է. իսկ ես վերջնակետում իրավունք ունեմ գնահատելու քո արած չարածը եւ քեզ քո արժանինքների համապատասխան արդյունք տալու։ Հոգևոր աշխարհում, երբ որ դու հենված ես սիրո վրա, դու կարողանում ես լինեիր երանության հասարակության մի մասնիկ։ Եվ դրա համար, որովհետև դու բարիացակամ ես, դու սիրով ես մտնում աշխարհ եւ արժանի ես լինել երջանիկ։ Երբ որ դու ատելությամբ ես մտնում աշխարհ, հա, դու տառապանք ես պատճառում ուրիշ կենդանիակների եւ դու արժանի ես, որ պատժվես դրա համար։ Բայց տեսեք, գերագույն Աստծո ազնվորությունը, այո, ինքը սկզբում պատժում է, տանում է դժոխք, հետո դուրս է բերում, ինչ է անում։ Այդ դժոխքից հետո ինչ է լինում։ Ինքը հո չի գալիս իր համար բան։ Չէ, ինքը այնտեղ ֆիզիկական տառապանքն է ստանում, հետո գալիս է իր հոգեբանական դաստիարակությունը։ Ինքը այնպիսի մարմին է ստանում, որտեղ իր հետ վարվում են այնպես, ինչպես ինքն է վարվում։
Եվ այդտեղ ինքը պիտի իրականացնի։ Երբ որ իր հետ են այդպես վարվում, իր դուրը գալիս է թե ոչ։ Եվ այդ դասի շնորհիվ է, երբ որ մենք բացասական փորձ ենք ստանում, մենք այդ փորձը ստանում ենք դրա համար, որպեսզի մենք կարողանանք իրականացնել, թե ինչպիսինը պետք չի լինել։ Հասկանում եք, սիրելիներս, սա ուրեմն շատ կարևոր թեմա է։ Հիմա, եւ տեսեք, ասենք, այդ գերհոգու տեսքով ինքը մտցրեց այդ երեք գոյավիճակները, այսինքն դուք ազատ եք մտնել այս աշխարհ ատելությամբ, էգոիստական կրքերով կամ բարիությամբ, եւ ամեն մեկը ինչ որ մի ճանապարհ է անցնելու այդ տրամադրության հիմքի վրա, հա? Եվ ես վերջում ձեզ տալու եմ արդար պատասխան, որովհետև ես հավերժության մեջ միշտ մնում եմ հաստատված, ճշմարտության մեջ արդար եմ եւ բարի։ Всё, խոսակցությունը ավարտվեց։ Այն պատկերացումները, որ կենդանի էակը ինքը կարող է լինել արատավոր եւ ունենալ Աստծո աջակցությունը, ես կասեի բան, ապա այսպես էլի ներկայի բանով, բայց արդեն կասեմ անցյալով։ Ես հոգնել եմ այդ ճշմարտությունը ասելով։ Լսողը լսեց, չլսողը, ինչ ասեմ, հայավարի ասում են մուրն իր գլուխը, ոչ մի բան չեմ կարող ասել, հասկանում եք, բայց երբ որ ճշմարտությունը ինքը հնչում է, այլևս ոչ մեկ չի կարող ասել, հա, օրենքը ինքը մնում է տիեզերական օրենքներ է նույնը, հա, որ օրենքի չիմացությունը ինքը չի ազատում պատասխանատվությունից, վերջ։ Երբ որ դու ինչ-որ մի այլանդակություն ես անում, դու շատ լավ գիտես, որ այդ պահին այլանդակություն ես անում։ Եթե դու այլանդակություն ես անում, եւ հետո հույս ես դնում, որ Աստված քեզ պաշտպանելու է, այդ հույսի մեջ չկա արդարություն։ Իսկ գերագույն աստվածավորությունը ինքը երբեք անարդար չի լինում։ Հա? Սխալվածների հանդեպ ինքը կարող է լինել բարի։ Գիտակցված արատավորների հետ ինքը միայն եւ միայն արդար է։ Ուզում ես խնդրի, ուզում ես ինչ ուզում ես արա, մինչև ինքը չտեսնի, որ դու զղջացել ես, եւ եթե ինքը քո հանդեպ բարիություն ցուցաբերի, դու այլևս կոպիտ ասեմ էլի կներեք, այլանդակ չես լինելու, ինքը միայն այդ դեպքում է, որ քայլ է անում։ Մնացած բոլոր դեպքերում ինչքան ուզում ես խնդրի, մեկ է ստանալու ես այն, ինչին որ արժանի ես, այսինքն ստանալու ես արդարություն եւ վերջ։ Եվ այո, իհարկե, այդպիսի արդարությունը իհարկե քո դուրը չի գալու։ Եվ դու պիտի ընկնես եւ աշխարհի առաջ փորձես արդարանաս, թե ինչի քեզ Աստված չարդարացրեց, հա, չպաշտպանեց։ Եվ արդարանաս այնպիսի աբսուրդ ձևերով, որ նույնիսկ այն, որ չպաշտպանեց, փորձես ներկայացնես այնպես, որ ինքը դա հենց դա Աստծո պաշտպանությունն էր։ Հասկանում եք։ Էդի երիկա էլի խաղեր խաղանք։ Հա, հիմա։ Ուրեմն, այս առաջի տեքստով, 15 տեքստով, որը մենք տեսանք, այդ լոտոսի սիմվոլը ինքը դա արդեն իներտ բան չի։ Դա տեսանք, որ գերագույն Աստծո աստավորությունը իր մեջ մտցրեց գունաները, գոյավիճակները, որոնք իրենք ամեն մեկը մի գետ է, որի մեջ մտար, այդ գետը տանելու է իր վերջին, ամեն գոյավիճակը ինքը ունի իր վերջը, չէ՞, եւ լոտոսը ինքը արդեն իր մեջ դարձավ շատ խորը իմաստ եւ շատ լուրջ սիստեմա պարունակող մի երևույթ, այսինքն ինքը արդեն իներտ էսպես ուղղակի ձող չի, որից ծաղիկ դուրս եկավ, հա? Եվ այո, ինքը կարող է, ինքը իներտ էր, մինչև գերհոգին չմտավ իր մեջ եւ չմտցրեց երեք գունաները։ Հասկանում եք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ գունաները իրանք ոչ թե իրանք իրանցով են, իրանք իրանցով լոտոսի մեջ կային, չէ, այլ իրանց ակտիվացնում է գերագույն Աստծո աստավորության կամքը։ Հիմա եւ Տեր Բրահման, որը ինքը առաջացավ, չէ, ինքը նույնպես գերագույն Աստծո աստավորության այդ բաներ զամսել էլի, ոնց արել։ Ну այդ որ կենթանիակը ինքը բան է անում էլի, ասեք
որ կենթանիակը ինքը ինչ որ նպատակի է ինչ որ նպատակ է հետապնդում այդ գործողությունները, չէ՞։ Եվ վերջում ասեց, որ մենք, այսինքն բոլոր մնացածները այդ ազնվորությանը կոչում ենք, որ ինքնածնված։ Եվ սա նշանակում է, որ կենթանիակը իր բանականությունը ընկալում է որպես ավտոնոմ, ինքը իրանով գոյություն ունեցող մի կոմպոնենտ։ Հասկանում եք, բայց իրականում այդ կոմպոնենտը արարվել է Գերագույն Աստծո անձնավորության կողմից։ Հասկանում եք, այսինքն տեսեք, հիմա եթե դուք ուշադրություն դարձնեք, չէ՞, դուք ձեր մտածելու ունակությունը համարում եք ձեր սեփականությունը, որ դա ձեր ունակությունն է։ Նույնպես ինչպես երբ որ ֆիզիկական մարմինն եք գործածում, դուք մտածում եք, որ այդ մարմինը ինքը ենթարկվում է ձեր կամքին, ուրեմն ձերն է։ Այսինքն հենց ես էլ կամ այս մարմինը, հիմա ուզում եմ ձեռքս շարժում եմ, չուզենամ չեմ շարժի։ Չէ, ու ես միշտ նույն օրինակն եմ բերում։ Աստված կարոտ պահի բոլորին, հա, բոլորիցս հեռու, բայց եթե օրինակ ասենք ինչ որ մի դեպք է լինում, որ դուք այլևս մարմինը փչացավ, դուք ուզում եք իրան շարժեք ու չեք կարողանում։ Արտաքինից դա կարող է լինել այնպես, որ ոչ ջարդվել է, օրինակ ինսուլտը։ Չէ, հիմա ինչքան ուզում ես ուզի, որ շարժվի, չի շարժվում եւ վերջ։ Այդտեղ է որ իրականացնում ես, որ քոնը չէր, որտեվ դադարեց ենթարկվել քո կամքին։ Հա, դա ինչ է նշանակում, որ քանի դեռ ինքը ենթարկվում է քո կամքին, հա, դու դրան ես արժանի։ Այո, իհարկե, մեր ժամանակներում ես երբեք չեմ դադարելու այդ թեման քննարկել։ Մեր ժամանակներում կա մի շատ կեղտոտ երևույթ, եւ դա կոչվում է մագիա։ Այսինքն, երբ որ մարդը ինքը կարող է հարձակվել մարդու վրա, օրինակի համար, հենց նույն առողջության վրա թուղթուգիր անելով, եւ մարդը ինքը կարող է ստանա այդպիսի իրականություն, ոչ թե որովհետեւ ինքը արժանացել է, այլ որովհետեւ ինչ որ մեկը իրականացրեց իր նախանձը կամ իր թշնամանքը։ Դրա համար ես միշտ ասում եմ, ասել եմ եւ ասելու եմ բոլոր հոգեվոր մարդկանց, երբ որ ձեզ հետ որևիցե մի վատ բան է կատարվում, սիրելիներս, առաջի հերթին ստուգեք։ Դա կարող է լինել այդ մագիայի հետևանքով երևույթ, հա, եւ եթե դուք արդեն հայտնաբերում եք, որ այո, դա, ասենք, ինչ որ մեկի թշնամանքն էր ձեր հանդեպ, դուք պետք է պաշտպանվեք դրանից, այսինքն դուք պետք է զբաղվեք դրանով, որպեսզի չեզոքացնեք այդ ազդեցությունը, չէ՞։ Եվ եթե արդեն դուք տեսնում բարձաբանում եք, որ դա այդպես չի, ասենք ոչ մեկ բան չի եղել, ասենք ոչ մեկ ձեր վրա ոտնձգություններ չի կատարել, բայց ինչ որ մի վատ երևույթ տեղի ունեցավ, այդտեղ արդեն գալիս է այդ հանգամանքը, որ ուրեմն այ ես սրան արժանի էի եւ սա ինչ որ դաս է, որից ես պիտի հասկանամ, թե սա ինչի համար է այս իրավիճակը եկել իմ կյանք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, հա, այս տեսանկյունից, չէ, կենթանիակը նույնպես ինքը, երբ որ մտածում է, ինքը մտածում է, որ այդ մտածելու ունակությունը իրենն է։ Երբ որ ընկալում է եւ գնահատում է, նա մտածում է, որ գնահատելու ունակությունը հենց ինքն է, որ կա, չէ՞։ Այսինքն ինքն իրան ծնված է այդ ունակությունը։ Բայց իրականում ուրեմն բանականությունը, այսինքն առաջի հերթին նյութական աշխարհում դուրս է գալիս կենթանիակի նյութական արժեքային համակարգը, որտեղ բանականությունը դա արժեքային համակարգի շտեմարանն է։ Հիմա, սիրելիներս, հոգեբանական տեսանկյունից, չէ, այստեղ ուրեմն դիտարկվում է այս տեքստերը, իրանք հոգեբանության վրա ինչպես են ազդում, էլի, երբ որ մարդը ուղղակի մեխանիկորեն սա կարդում է, չէ։ Խոսքը գնում է արարչագործական սկզբունքի մասին, չէ, եւ այստեղ անկախ մարդուց իր վրա տեքստը ազդում է այնտեղ, այնպես որ անկախությունը եւ կախվածությունը իրանք գալիս են հավասարակշիռ վիճակի մեջ։ Ինչու՞։
որովհետև կախվածությունը ինքը չնկարագրվեց որպես Աստծո ջղայնության հետևանք։ Հասկանում եք։ Այսինքն որ այդ որ այդ նյութական բանականությանը կյանք տվեց Գերագույն Աստծո ազնվորությունը, չէ՞, դրա մեջ չկար ջղայնություն, կար համաձայնություն օգնել կենդանեակին անցնել այն փորձը, որը ինքը ուզել էր անցնել։ Հասկանում եք, եւ այդ կախված լինելը ինքը դադարեց լինել վախենալու, հենց ամենասկզբից, որովհետև կախվածությունը ինքը իր մեջ պարունակում էր ազատություն, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը կենդանեակներին համաձայնություն է տալիս, որպեսզի իրենք արժևորեն այն, ինչ ուզում են արժևորել։ Հասկանում եք, եւ այս սա ինքը այսպես էլի ինքնըստինքյան տեքստի բանն է, չէ՞, որովհետեւ Տեր Բրահման ինքը այդ նախասկզբնական գիտակցության արխետիպն է, չէ՞, այստեղ նկարագրվում։ Եվ հիմա ուրեմն հետագա տեքստերը, որը մենք ես չեմ հիշում արդեն բոլոր տեքստերը կարդացի թե միայն մեկը, հա, հետագա տեքստերով մենք արդեն տեսնում ենք, որ ինքը երբ որ այսպես ուշքի եկավ, հայտնվեց, ուշքի եկավ, ինքը չէր կարողանում հասկանալ, թե ինքը ով է։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն տեսեք սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ՞։ Այսա ինքը այս տեքստերը իրանք աշխատում են, եթե մենք լուրջ մտածում ենք այս տեքստերի շուրջ, չէ՞։ Ուրեմն բանը էլի ոնց ասեմ, այս թեմայի հետ է աշխատում, որ կենդանեակը ինքը մի հատ լուրջ նայում է իր մեջ եւ ֆիքսում է այս կետը, որ ես միջև այդ մտածում էի, որ իմ ընկալման ապարատը, այն որ ես գնահատում եմ, դա իմն է, չէ՞։ Եվ տեսեք օրինակ, ես վստահ եմ, որ կարող է հենց դուք էլ եք այդպիսին, եւ վստահ եմ, որ հանդիպել եք այդպիսի մարդկանց, չէ՞, որ իրանք ունեն այդ մոտեցումը, որ ես վստահում եմ միայն իմ բանականությանը։ Չէ՞, բայց այդ բանականությունը ինքը չի ստեղծել։ Այդ բանականությունը իրան տրված է։ Եվ իրականում այդ որ ինքը վստահ է իր բանականության մեջ, ինքը վստահ է մի բանի մեջ, որը նույնիսկ չգիտի, թե որտեղից է առաջացել։ Հասկանում եք։ Եվ բանականությունը ինքը շատ հաճախ օգտագործում է այն տվյալները կամ այն գիտելիքը կամ չգիտեմ այն մոտեցումները, որոնք գրանցված են կենդանեակի ենթագիտակցության մեջ։ Եվ կենդանեակը ինքը նույնիսկ չի էլ կասկածում, թե ինքը ինչ մակարդակի խաղալիք է ընդհանրապես այդ բանականության ձեռքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս տեքստերը, այս տեքստը ինքը պետք է այդ թեմայով մեզ մի պահ լրջացնի։ Հա։ Այսինքն, երբ որ կենդանեակը ինքը մտածում է, որ ինքն է իր բանականության աղբյուրը, դա կեղծ գոռոզություն է։ Կենդանեակը պիտի հասկանա, որ նյութական բանականությունը իրեն տրված է Գերագույն Աստծո ազնվորության կողմից, եւ այդ բանականությունը ինքը ունի մի շատ կարևոր թերություն։ Դա այն բանականությունն է, որը կարողանում է գնահատել միայն նյութը, որը այլևս չի կարողանում ոչ ընկալել եւ ոչ էլ գնահատել ամեն ինչի կապը Աստծո հետ։ Այսինքն հենց նյութական բանականությունն է, որ մեզ պահում է նյութական իլյուզիայի մեջ։ Հասկանում եք։ Եվ հենց դրա համար է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը խոսելով բանականության մասին կասի եւ այն կենդանեակն է տգետ, հա,
որը ինքը ամեն ինչ սխալ է հասկանում, բայց համոզված է, որ ճշմարտության մեջ է հաստատված։ Իսկ իրականում մենք օգտագործում ենք մի ինստրումենտ, որը մեզ հոգուն սահմանափակել է միայն նյութական աշխարհը անցալելու հնարավորությամբ։ Հասկանում եք, եւ սա պիտի հասկացվի, որ երբ որ մենք մտածում ենք, որ մեր բանականությունը ինքը մեր գլխավոր զենքն է, որի միջոցով մենք կարող ենք ճիշտ գնահատել, դա ընդհանրապես մեր գործությունն է։ Հա։ Եվ ուրեմն անցյալ տեքստերում գերագույն Մայտրեյան ինքը նկարագրեց լոտոսը, որը փայլատակում էր, հա։ Իսկ այստեղ արդեն սկսվեց հողակցումը, զազիբլենիա, հա, մտան երեք գունաները եւ կենթանեակի նյութական գիտակցությունը։ Դա այն է, ինչը որ առաջին հերթին է ակտիվացվում։ Ինչ հոգեբանությամբ կարող են մտնել կենթանեակները նյութական աշխարհ եւ ինչպիսի գիտակցություն իրենք պետք է ունենան, որպեսզի ունենան անկախության զգացում։ Հա, իսկ ինչպիսի գիտակցություն պետք է ունենան։ Իրանք պետք է ունենան մի գիտակցություն, որը չի գիտակցում իր արմատները։ Եվ սա է այն ճանապարհը, որը պիտի անցնի այն անձնավորությունը, որը կանգնեց հոգևոր ճանապարհի վրա։ Ինքը պիտի վերականգնի ռեալ, ոչ թե հավատա, այլ ինքը պիտի վերականգնի իր իրական, պիտի վերադառնա դեպի իր ակունքները եւ վերականգնի իր արմատը։ Թե ինչպես է այդ process-ը տեղի ունենում, մենք արդեն ուրեմն 9 երկ շարունակ քննարկելու ենք։ Հա, ուրեմն աստվածային այս արարչագործությունը ինքը միայն ուղակի ձև չի, այս ձևի մեջ դրված է կամք, դրված է հոգեբանություն, հա, եւ ինքնուրույնությունը, որը տրվում է Աստծո կողմից կենթանեակին հիմա արդեն նյութական աշխարհում, որ եթե դու ուզում ես ինքդ արարես աշխարհը, խնդրեմ դու ինքնուրույն ես, մոռացի իմ մասին, չէ՞։ Դա ոչ թե կենթանեակը ինքը պոկվեց իր աղբյուրից, դա հնարավոր չի։ Հոգին ինքը միշտ գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկն է։ Ուղղակի այդ ինքնուրույնությունը, ինքնուրույնության տրամադրությունների մեջ լինելու համար գերագույն Աստծո ազնվորությունը այդ կապը թաքցնում է։ Եվ ինչպես ես խոսել եմ այդ մասին Բհագավադ Գիտայում, կենթանեակը ինքը գալի է ուրեմն, երբ որ ինքը չի ուզում գիտակցել գերագույն Աստծո ազնվորությանը, որտեղ կա հարց, եթե ես հոգի եմ, ինչու ես դա չեմ զգում, եւ դրա պատասխանը գտնվում է հենց այստեղ։ Որովհետեւ կենթանեակը ինքը գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկն է։ Դա նշանակում է, որ երբ որ ինքը չի ուզում ընկալել իր կապը Աստծո հետ, դա հնարավոր չի, որտեղ այդ կապը հավերժ է, դա հնարավոր չի կտրել։ Եվ այդ պատճառով, երբ որ ինքը չի ուզում գիտակցել Աստծուն, ինքը ավտոմատ կերպով դադարում է գիտակցել եւ ինքը իրեն։ Եվ այստեղ է առաջանում կեղծ ես կոմպոնենտը, որը կոչվում է նյութական մարմին, եւ որի հետ մենք այդպիսի մեծ խանդավառությամբ պես նույնացնում ենք։ Սա է արիացիների մոտեցումը, եւ ես հույսով եմ, որ դուք գնահատում եք հոգեբանական տեսանկյունից ինչ խորությամբ են դիտարկում ընդհանրապես արիացիները այն process-ը, թե ինչ է տեղի ունենում կենթանեակի հետ եւ գերագույն Աստծո ազնվորության հետ, որի հետևանքով արարվում է նյութական աշխարհը։ Եվ մենք չավարտեցինք այդ process-ը։ Նկարագրությունը դեռ շարունակվել է։ Իսկ այսօր այսքանը։